Դոկտոր Անտաբլյան, ես այն զգացողություն ունեցա, որ դուք լիարժեք կերպով ջանցաք Զահրադը եւ դարձաք մասնակետ Զահրադը արժևորող անձը, որովհետեւ իր բանաստեղծության մեջ կդակ ոչ միայն բարձությունը արդացոլելու համար կյանքեն պատկերներ, բայց զգալի էր, որ տողերի մեջ նաև կար հուզականություն, ոչ այն հուզականությունը, որ մենք կտեսնենք եւ կգարտանք մարդկանց կյանքի մեջ, երբ կան եղելություններ, որոնք մեզ հուզում կպատճառեն, բայց յուրօրինակ հուզականությունն է, որը բարերով կարելի չէ բացատրել եւ պետք չէ նաեւ փորձել բացատրել, որովհետեւ կծախողենք։ Մենք կուզենք իրապես մեր երախտագիտությունը հայտնել ցեզ, որովհետեւ բանաստեղծի համար կար երազը, եւ այդ երազը այն էր, որ իր գիրքով, իր բանաստեղծությամբ ինք դառնալ իրապես հավերժի ճամփորդը։ Այստեղ լավ հիշեմ նաեւ խոսքը Գյորգիս Կարեկեն առաջին գաթողոսի, երբ ասել, որ գիրքը իրեն աշխարհի մեջ ամենաերկարագյացն է։ Ինք պիտի ապրի որպես ոչ միայն հայ արտի գրականության մեջ իր նորարարական, բանաստեղծական արվեստով, բայց անցնող քանի շաբաթների ընթացքում առաջին օրեն երբ գիրքեն օրինակ մտվիկ ինձ, երևոները ես ընթերցեցի այս 100 բանաստեղծությունները եւ զգացի, որ աղոթափույր են անում, այնքան անգերց, այնքան փյուրեր, այնքան հաղորդական, բարեր, որոնք իրապես մեզ գտանին թեպի ոսո թաղերը, այն թաղերը, որտեղ որբը մեծավ, բայց իր բանաստեղծությամբ եկավ պատկամ հղելու մեզ ասելու, որ դուք երբ հաղորդ կդառնաք գրականության, արդեն կդադրիք որբը լարել։ Ես շատ բան զգացի կարդալով եւ ընթերցելով Զահրադի բանաստեղծությունները եւ փառք Աստծո, որ զին ճանցա եւ այն երեքը, որոնց մասին դուք խոսեցաք, լա պարոն Հադրաջյանը, լա Զարեխ Ռախումին, որի մորս ուսուցիչ եղած է նաեւ Լիբանանի մեջ եւ նաեւ Զահրադը, որում նաեւ հրավիրած էինք Տորոնտո դարիներ առաջ, որպեսզի ելույթ կազմակերպեին իրեն նվիրված ծոնված։ Այս երեքի հետ հանդիպումը իրապես իմ հոգևոր կյանքի էության մեջ թողած է, հետ թողած է, որ անչնչելի է իմ հիշողությունների մեջ միասնությունը երեքին, բայց այսօր մասնավոր կերպով մեր խոսքը ուղղված է, մեր երախտագիտական զգացումները ուղղված են Զահրադին։ Հստակ է, որ դուք երկրպագուն եղած եք Զահրադի եւ լավագույն ձևով մեկնաբանեցիք թաղը, որում ընթերցումը կատարելով մեզ ադարի այն նույն թաղի մեջ ապրող մարդկանց հետ քայլելու, շրջելու, զգալու բարձությունը։ Դերերս այդ մարդիկ թաղի մեջ չունեին այն շռայլությունը, բայց լույսով կապրեին։ Հոգևոր կյանքի նաև տեսուկով ապրող մարդիկ էին, եւ այդ պատկամն է, որ մեզի գուկար Զահրադի այս բանաստեղծության միջով թաղը։ Իրապես դժվար է բարձ բարերու մեջ նկարագրել կյանքը ինչպես որ գա, ինք հաջողած է այդնել։ Երբեք չէ փորձած սլացքներ այդպես արձանագրել, որպեսզի կյանքին փայտ տա, իր բարձրության մեջ փայտ տված է կյանքին։ Ես անգամ ևս իմ խորին շնորհակալությունը կհայտնեմ ձեզ եւ երախտագիտությունը դոկտոր Անտաբլյան,
Ներկաներս ես պիտի ուզեի որ օրհնված ենք, որ քիչերեն ենք, որ այս երեկոն վայելեցինք Քրիստոս ալ, որ միայն 12 առաքյալներ, բայց 12-ով աշխարհով քարոզեց, Աստծո խոսքը քարոզեց։ Մենք նաև պիտի զգանք, որ առաքյալներ ենք, նաև քրագանության հանդաստանել մեզ, խոսելու, պատմելու, նաև փառավորելու Զահրադի հիշադակը, փոխանցելու նաև անոր հոգևոր ժառանգը։ Կգնան տասնամյակներ անցնել, եւ հանգարց Զահրադը գլուսավորվի անգամ ևս, կփայլատակի անգամ ևս քալիքս դեպուկներու կյանքի մեջ, եւ ոչ միայն հայ իրականության մեջ, ինչպես դուք գիտեք, համաշխարհային իրականության մեջ, հոն է իր մեծությունը։ Լարով հանդերձ ծնունդը հայ իրականության, բայց ինք նաև գրծավ ծնունդը դառնալ համաշխարհային մարդկության, պատմության եւ գրականության մեջ զավակը բոլորին, մտերիմը բոլորին, հոգեգիծը բոլորին։ Շնորհակալությունը եւ ձեր վարձքը կդար դոկտոր Աթաբյանը։